Հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովն ինչպես հայտնի է հատուկ պարապմունքներ է սկսել նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը։ Արագացված մարտական դասընթացներ մինչև մայիսի 6-ը կանցկացվեն նաև Գյումրիում։ Մայիսի 1-ին, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ։ Տեղում մեզ Վովա Վարդանովը ներկայացրեց, թե ոչ բոլոր ականներն են հանել համապատասխան վայրից։ Դա համարում են մասնագետների գործը, ովքեր էլ պարզելու են նաև։ Դրանք ուսումնական թե մարտական ականներ են։ Հակատանկային ականներ են։ Պրիտոմ ինքը ուսումնականա թե բայվոյա ոչ էլ կարամ իմանամ, որտեղ ուսումնականի վրա գիծ առնում, կարծեմ սպիտակ, տարիա, անձրևակ, համիա, այցախ մաքրել ավրեկներից, ու չես կարա իմանաս հիմա ինքը իրական պայթուցիկա մեջ է, 5 կիլոգրամ տրացիր, որ տանկը բարձրացնում է, թե ավազա լծեց։ Վտանգավոր բան է։ Այդի զապալուր է։ Այսը արդեն շատ վտանգավոր է, որ կարա ամեն վարկյան նայեք։ Ական էր։ Այս պայթուցիչը, այսինքն ինքը առանձին այսպես հավաքվում է մեջը։ Իսկ էսի ականի մեջ հագցրած է եղել։ Այնտեղ դաժե տրացիլը կա մեջը, որ խոնավացած է։ Հիմա սրա մեջ, այս սրա մեջ կա մի հատ բթից հաստությամբ sense մի հատ կլոր բան, որը որ դետոնատոր է կոչվում։ Շատ ուժեղ պայթուցիչ է, հիմնականում գեքսագենով կամ ընդ չեմ հիշում արծաթա, եսի ինչ ռեակցիայով արած նյութ է, որ շատ ուժեղ դետոնացիա է տալի, ու այսի կարած ցանդասնենք։ Հիմա այսա, եթե առանձնացնենք, ուստի հագցնենք, եթե սա ուսումնական չի, շատ հզոր պայթյուն կարա տեղի ունենա։ Ես չեմ կարծում, որ հիմա այսի տանենք գցենք իրանց տարածքը, այնտեղ որտեղ իրանք ճաշարանում հաց են ուտում, որ իրանք թույլ կտան այդ իրանց տարածքում մնա։ Բայց եթե իրանց տարածքում իրանց կյանքին վտանգ է սպառնում, այդ դեպքում չի ասենց անտեր գցած։ Ձորակի հարակից տարածքում եւս նմանատիպ ականներ են հայտնաբերել դասընթացի մասնակիցները։ Վովա Վարդանովը նշում է, եթե ուժի գործադրում իրականացվի, ապա շատ հավանական է, որ ականները պայթեն, եւ հիշեցնում է Վահրամաբերդ գյուղում 2 տարի առաջ տեղի ունեցածը, երբ համայնքի 2 անչափահաս երեխաներն ականի պայթյունից մահացան։ Այդ ժամանակ հիշեցնենք, պարզվեց, որ Վահրամաբերդի արոտավայրերում հաճախակի զորավարժանքներ են իրականացնում Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերը, ու քանի որ այս տարածքն էլ զորամասից ոչ հեռու է, ապա մասնագետների կարծիքով հավանաբար սա էլ նրանց անփութության եւ անզգուշության հետևանք է։ Սա արդեն պայթուցիչն է, որը որ այդ ականի վրա հագնում է, այս շպիլկեն բրդում ես մեջը ու ինքը դառնում է բայվոյ վզվոտ։ Ու կարա ասենք մի հատ 50 տոնանոց տանկ ոչնչացնի։ Շատ վտանգավոր բան է, այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, սա հանցավոր է։ Կարա ինչ որտեղ համապատասխան ճնշում գործադրվի դետոնաբանի վրա, այս զրվածելի վրա ու շատ սարսափելի հետևանքներ ունենա։ Հիմնականում զորախաղերի ժամանակ վառելիքը բանը, ասենք, դուրս է գրվում, պայթուցիկան դուրս է գրվում, երևի վառելիքը կերել են, դա իմ ենթադրությունն է, երևի վառելիքը կերել են եւ բանը, ասենք, պայթուցիկը ինչ պետք է անեն։ Ուղղակի թափել են, ասենք, իրենց զաբորից դուրս։ Ես նույնիսկ խոսալու բան չեմ գտնում, էլի։ Ոնց կարելի է նման վերաբերմունք անել։ Լավ, հասկացանք, ասենք, մի քիչ փնթի ժողովուրդ են, կարող է ցելոֆան ավելի շատ են գցում, ասենք, բայց սա ցելոֆան չի։ 50 տոննանոց տանկը օդ է հանում։ Համապատասխան ահազանգից հետո դեպքի վայր եկան մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այնուհետև ոստիկանության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ովքեր սկսեցին դեպքի վայրի զննություն իրականացնել, նաև ժապավենապատեցին այն հատվածները, որոնք վտանգավոր են համարվում, եւ տարածք հրավիրեցին սակրավորների։